տեսնենք ժամանակը։ Պարոն նախագահ, դուք ասում եք, որ ձեզ համար Արցախի էջը երբեք չի կարող փակված համարվել, բայց փաստորեն այս իշխանությունները Արցախի էջը փակված են համարվում եւ արցախցիների վերադարձը իրատեսական չեն համարում։ Հիմա էլ եք կարծում, որ Արցախի էջը փակված չէ։ Այո։ Մեր տարբերությունը այս իշխանություններից միայն դա չի։ Մենք հսկայական հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում։ Իհարկե փակված չի։ Դուք հնարավորություն ունեք ուսումնասիրելու, ես չեմ ասում, որ դա արդեն, չգիտեմ, կանխորոշեց Արցախի լինելու հարցը, բայց նայեք, թե Միացյալ Նահանգների կոնգրեսականները ինչ առաջարկություն են մտցրել կոնգրես։ Նայեք, տեսեք, թե ռուսական վերլուծաբանները ինչպիսի եզրակացություններ են արել եւ ինչ առաջարկություններ ունեն։ Ես չեմ ասում, որ դրանք արդեն որոշված պետությունների կողմից որոշված հանգամանքներ են, բայց դրանք կարևոր հանգամանքներ են։ Արցախը կմնա հայկական, եթե մեր ուղերձների մեջ, բոլորիս ուղերձների մեջ այն լինի հայկական։ Բայց հիմիկվա իշխանությունները կարծես միայն տարածքային վեճ են դիտարկում եւ այդտեղ էլ Ալմաթայի հռչակագրին են հողում տալիս տարածքային ամբողջականության մասին դրույթ կա, մինչդեռ մադրիդյան սկզբունքները Կազանը ավելի շատ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էին։ Ինչու դուրս մնաց այս ինքնորոշման իրավունքը։ Այդ Ալմաթայի հռչակագիրը նորից եմ ասում։ Ուղղակի որևէ այսպես փրփուրներից կախվելու պատմության նման է։ Ալմաթայի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձում են դա անել։ Այդ դեպքում մեկ այլ բան ասեմ։ Ալմաթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել արդեն հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան։ Բայց ինչու դրանով չեն ալաչում։ Ինչ է նորից անհանդաղ։ Դա անհասկանալի է, հասկանալի չի կարելի։ Հնարավոր չի 3-4 փաստ համադրել եւ ասել էսա։ Այս մարդիկ ուժի զորով ուզում են ամեն ինչ ուտեցնել մեր ժողովրդին։ Եթե դա ընկալելի է, դրա դեմ առաջի հերթին վստահ եմ, որ նորմալ լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է պայքարեն, էլի։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իր խաղաղության հայեցակարգը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի հայեցակարգից։ Դուք համաձայն եք դրա հետ։ Բայց դուք ինչի եք ուրիշների ասածները իմ մեկնաբանությունները հարցնում։ Ես չեմ ուզում որևէ եղել գործընթացների ծանոթ եք։ Ամեն ինչին ես ծանոթ եմ։ Եթե դուք անուն չտաք, ասեք, այսպիսի բան կա, ես կարող եմ ասել, բայց դուք ինձ ստիպում եք, որպեսզի ես մեկնաբանեմ երկրորդ նախագահին, առաջին նախագահին, վաղ ինձ ստիպելու եք, որպեսզի ես մեկնաբանեմ, չգիտեմ, մեկ ուրիշ մարդու, ես մեկնաբան չեմ քաղաքական։ Պարոն նախագահ, առաջին նախագահի խաղաղության հայեցակարգի հետ էսպես ձևակերպեք հարցը, լավ, մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանը, Բայց էլ եմ նույն բանն ասում, էլի, ես չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներն շարադրի, ինչի մասին է խոսքը, այն ժամանակ ես թեթևակի շատ կարող եմ դրան անդրադառնալ։ Պարոն նախագահ, եւ այդ Վաշինգտոնյան փաստաթղթի հետ կապված ի վերջո Ալիևը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Փորձենք հասկանանք հիմա Թրամփի ուղի թե Զանգեզուրի միջանցք։ Բայց մենակ Ալիևն է դա անվանում։ Բոլորն են, բացի այսօրվա Հայաստանի կառավարչից, բոլորը դրան Զանգեզուրի միջանցք են անվանում։ Բոլորը այդպես են, ասինքն ադրբեջանցիները, թուրքերը, վաղուց են, չէ՞ դրա մասին խոսել։ Բայց այն ժամանակ չեն ասել, չէ՞, վերցնենք մեկի անունով դնենք, մյուսի անունով դնենք Զանգեզուրի միջանցք, էլի։ Այսինքն ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքները իրականացնելու ձգտումը, բայց այդ երազանքների իրականացնելու ձգտումը չպետք է մեկը ուրիշներին ճնշի։ Այսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է, ուզում եք Թուրանը միանա, դե միանա թող։ Այսինքն չեմ հասկանում ինքը որ երկրի կառավարիչն է, էլի, անկեղծ չեմ հասկանում, որ ժողովրդի ներկայացուցիչ։